Բարև ձեզ հարգելի գործընկերներ, նիստին հետևող սիրելի հայրենակիցներ։ Իմ հեղինակած օրենսդրական նախաձեռնության իմաստը շատ պարզ է։ Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ պատերազմի ժամանակ եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին եւ որդիներին։ Այսինքն այն զորակոչիկները, ովքեր ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքի միակ արուզավակ լինելը։ Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա եւ 44-օրյա պատերազմների հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արուզավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական եւ սոցիալական վիճակում եւ չեն ցանկանում իրենց կրտսեր որդիներին նույնպես ուղարկել պարտադիր զինվորական ծառայության։ Նրանց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ մեր խորին հարգանքը եւ բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաեւ նրանց ընտանիքի մյուս անդամներին։ Այս քայլի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական եւ իրենց առջեւ ծառացած սոցիալական խնդիրները։ Այժմ ցանկանում եմ պատասխանել նախաձեռնության գաղափարի եւ նախագծի քննարկման ընթացքում առավել հաճախ հնչող հարցերին։ Արդյոք օրենքի ընդունումից հետո կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ արդյոք լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան։ Պատասխանեմ, որ ոչ, որևէ անվտանգային խնդիր չի կարող առաջանալ այն պատճառով, որ օրենքի շահառուների թիվը լինելու է բավականին քիչ, այսպես ասեմ թվերը, որպեսզի ավելի պարզ լինի։ Առաջիկա զորակոչին 2022 թվականի ամառային զորակոչին սպասվում է, որ օրենքից կօգտվի 10 քաղաքացի, 2022 թվականի ձմեռային զորակոչին 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին 11 զորակոչիկ եւ 2023 թվականի ձմեռային զորակոչին 14 զորակոչիկ։ Հաշվի առնելով, որ մեր զինված ուժերի զինծառայողների թիվը մի քանի տասնյակ հազար է, պայստազորով մի քանի 100,000, ապա ամեն զորակոչին 10-ից 20 զինակոչիկի ազատելը որևէ խնդիր չի առաջացնի։ Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր գործող կարգավորումներով էլ իմ կողմից նշված զորակոչիկների խումբը չի իրականացնում մարտական հերթապահություն։ Օրենքի հոդված 26-րդ կետն ասում է. շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված մահացած հայր, մայր կամ եղբայր, քույր։ Այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվում են 16 զինծառայողներ, ովքեր զոհված զինծառայողի ընտանիքի անդամ են հանդիսանում, սակայն միակ արուզավակ չեն։ Օրենքի ընդունումից հետո նրանք հնարավորություն կստանան զորացրվելու։ Ուզում եմ բերել նաև վերջին զորակոչի թվերը, որպեսզի ավելի պարզ լինի ինչի մասին է խոսքը։ 2022 թվականի ձմեռային զորակոչին, վերջին զորակոչին ունեցել են 26 զորակոչիկ, ովքեր զոհված զինծառայողի ընտանիքի անդամ են եղել, սակայն ընտանիքի միակ արուզավակը չեն եղել։ 27-ից 18-ը ՊՆ նախարարի կողմից ստացել է Տարկետում ընտանեկան դրության հանգամանքով։ 5-ը ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից այլ հիմքերով եւ նրանցից միայն 4-ն է գնացել պարտադիր զինվորական ծառայություն, այսինքն վերջին զորակոչին այս խմբի 27 զորակոչիկներից ընդամենը 4-ն է գնացել զինվորական ծառայության, այն էլ ոչ մարտական հերթապահության։ Հաճախ հնչող հարցերից են, թե արդյոք օրենքը կտարածվի նաև կամավորական ճակատ մեկնած եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա։ Պատասխանեմ, որ այո, կամավորականները նույնպես համարվում են զինվորականներ։ Հաջորդ հաճախ հնչող հարցերից է նաև, թե արդյոք օրենքից կարող են օգտվել անհետ կորած, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամները։ Պատասխանեմ, որ այո, նրանց ընտանիքի անդամները նույնպես կօգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից։ Բոլոր այն զորակոչիկները, ովքեր կօգտվեն օրենքից եւ կազատվեն պարտադիր
զինվորական ծառայությունից, սահմանված կարգով կհաշվառվեն պայեստազորում, ինչը հնարավորություն կտա նրանց անցնել պայմանագրային զինվորական ծառայության կամ աշխատել այլ ուժային կառույցներում։ Պաշտպանության նախարարությունն առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված եւ ծառայության ընթացքում մահացած զինծառայողների եղբայրներին եւ որդիներին եւ օրենքը տարածել միայն պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա։ Ես համաձայնել եմ այս փոփոխության հետ, քանի որ հետապնդած հիմնական նպատակը պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը մեղմելն է եւ բարոյական զորակցությունը։ Ոչ մարտական գործողությունների ժամանակ, սակայն զինվորական ծառայության իրականացնելիս մահացած զինծառայողների ընտանիքի անդամները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, երբ հանդիսանան ընտանիքի միակ արու զավակը։ Շնորհակալ եմ, եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։ Հարցերի համար հերթագրում։ Հովիկ Աղազարյան։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, քանի որ դուք թվեր հնչեցրեցիք, ես մի հարց ունեմ թվերի հետ կապված, եթե իհարկե գտնեք, որ նպատակարարմա չի պատասխանել, կարող եք չպատասխանել։ Անցած տարի 21 թվականի ընթացքում քանի հոգի են տարբեր պատճառներով ազատվել զինվորական պարտադիր ծառայությունից։ Եթե ունեք իհարկե։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում ձեր նշած հարցի մեջ կա նաև գաղտնիք պարունակող մաս, բայց կոնկրետ թվեր չասելով վերջի միջև պատերազմ ընկած ժամանակահատվածից 8 տարի առաջվա տվյալներով միջինացված կարող եմ ասել, որ տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է մոտ 8000 զինակոչիկ, մեծամասամբ առողջական խնդիրների պատճառով։ Այսինքն համադրելիության կարգով կարող ենք ասել, որ միջև պատերազմը այդպես է եղել։ 8000 զինակոչիկ մենք ամեն տարի ազատում ենք պարտադիր զինվորական ծառայությունից։ Արձագանք։ Ես պարոն Սարգսյան, հարցը ուզում եմ ձեզ այդ դեպքում, ես խնդրեմ, որ դուք ձեր ելույթի ժամանակ հաստատեք այս ինֆորմացիան կամ հերքեք։ Երբ որ հերթը հասնի, կտակ, պարոն Աղազարյան։ Պարոն Աղազարյան, հաստատելու կամ հերքելու բան չկա, թվերը բոլորի մոտ առկա են եւ նաեւ Պաշտպանության նախարարության հարցումների պատասխանները գտնվում են ազգային ժողովի առաջի բաժնում, գաղտնի բաժնում, կարող ենք միասին գնալ եւ դուք տեղում նույնպես ծանոթանաք ավելի մանրամասն թվերին։ Իրականում սա լուրջ խնդիր է հանդիսանում ու կառավարությունում այս մասով քննարկումներ հիմա էլ ընթանում են ու կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարարականն է եղել, որպեսզի մենք փորձենք մեր այն զինակոչիկներին, ովքեր չեն գնում պարտադիր զինվորական ծառայության այսօր առողջական խնդիրների պատճառով, նրանց ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, այսինքն ամեն տարի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Տիգրան Աբրահամյան։ Պարոն Սարգսյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ հաշվի առնելով 44 օրյա պատերազմի եւ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների զոհերի թիվը, բայց ես եթե չեմ սխալվում, նախագիծը միայն այդ երկու պատերազմի զոհերին չի վերաբերում, որտեղ 94-ից հետո էլ մարտական խնդիր կատարելիս մենք ունեցել ենք զոհեր։ Մեկ էլ հանձնաժողովում քննարկման ժամանակ նաև խոսել ենք այլ դեպքերի մասին, որ այդ կապված պաշտպանության նախարարությունը հստակ պատասխան այդ պահին գոնե չուներ։ Դա վերաբերում է միայն պատերազմի կամ մարտական խնդիր լուծելիս զոհվածների ընտանիքներին, թե նաև այլ հանգամանքներում զոհվածներին, պայմանական զինծառայողներ, որոնք, չգիտեմ, վթարի կամ այլ դժբախտ պատահարի հետևանքով են զոհվել։ Եվ երրորդը այս պահին նաև կառավարության առաջարկած փոփոխությունների համատեքստում սա շարունակում է մնալ որպես միայն իրավունք, այսինքն կարող են օգտվել կամ չօգտվել, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ճիշտ եք, շահառուներ չեն հանդիսանալու միայն 44 օրյա եւ 100-օրյա պատերազմի հետևանքով զոհված մեր զինծառայողների ընտանիքի անդամները, նաև տարածվելու է
այլ դեպքերի մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված այլ հանգամանքներում մեր հայրենակիցների ընտանիքի անդամների վրա բոլորի վրա տարածվելու է ու հետայսու նույնպես եթե Աստված չանի նման դեպքեր լինեն նույնպես կտարածվի, այսինքն տարանջատված չի միայն 44-օրյա եւ 100-օրյա օրենքը ընդհանրականն է ասում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված, այսինքն տարածվում է բոլորի վրա, իսկ պաշտպանության նախարարության առաջարկությունը հանդիսանում է նրանում, որ օրինակ ծառայության մեջ գտնվելիս եթե դժբախտ դեպք պատահի եւ օրինակ մեքենայի վթար լինի եւ զինծառայողը զոհվի, նրա որդին ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, երբ ընտանիքի միակ առուզավակն է, այսինքն եթե երկու երեխա կունենա, նրանք երկուսն էլ պարտավոր կլինեն գնալ ծառայության։ Հիմա այս մասով որոշակի առաջարկություններ պատգամավորներից ստացել ենք, առաջինից երկրորդ ընթերցում կքննարկենք։ Արձագանք չունենք։ Թակոյ Թովմասյան։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ես եւս ուզում եմ հետաքրքրվել այն թեմայի շուրջ, որի մասով նաև հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեցի, բայց քանի որ պաշտպանության նախարարությունը դեռ հստակ դիրքորոշում չուներ, ուզում էի հասկանալ, եթե պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ չի զոհվել քաղաքացին եւ դրանից չի փոխվում ընտանիքի վիշտը, այսինքն մարդիկ բանակ երեխա են ուղարկել եւ նա զոհվել է, անկախ նրանից ավտովթարից է զոհվել, հարվել է կամ չգիտեմ զորամասում ինչ որ միջադեպ է եղել եւ դրա արդյունքում զոհվել է, այսինքն զոհը մնում է զոհ եւ հետեւաբար պաշտպանության նախարարությունը պատասխանատու է 2 տարի իր վերահսկողության տակ գտնվող եւ իր հրամանատարության տակ գտնվող ցանկացած քաղաքացու կյանքի եւ առողջության համար։ Հարցս հետեւյալն է. Քանի որ ես նաև առաջարկությամբ եմ պատրաստվում գրավոր հանդես գալ, ես ուզում եմ հասկանալ արդյոք ձեր համար սկզբունքային է այդ հարցը եւ ինչ խոչընդոտ կարող է լինել, եթե մենք դա տարածենք պաշտպանության նախարարությունում ժամկետային բոլոր զինծառայողների մահվան հանգամանքների դեպքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Թովմասյան առաջարկի համար եւ հարցի համար, կիսում եմ ձեր կարծիքը եւ համամիտ եմ եւ ձեր առաջարկը ստանալու դեպքում քննարկենք հանձնաժողովում եւ կարծում եմ, որ կընդգրկենք նաեւ այդ զինակոչիկների ընտանիքի անդամներին, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց թիվը մեծ չի կազմում եւ հավանական շահառուների թիվը շատ քիչ է լինելու։ Եվ վիշտը, ինչպես նշեցիք, ես էլ եմ համամիտ, ժամկետային զինծառայողների դեպքում նույնն է, թե նա մահացել է թշնամու գնդակից, թե օրինակ համածառայողի գնդակից։ Արձագանք։ Շնորհակալ եմ, բնականաբար ընթացակարգով առաջարկությունը կգա, արդեն պատրաստ է գրավոր առաջարկս եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ քաղաքացին, եթե իր ծառայությունը իրականացնում է եւ 2 տարի անկախ իր կամքից հրամանատարության հրամանների ենթարկվելով իրականացնում է ծառայություն կամ առաջնագծում, կամ զորամասում, կամ որևէ այլ վայրում եւ այդ ընթացքում դառնում է որևէ հանգամանքով զոհ, այդ դեպքում պետք է նրան եւս ներառել այդ ցուցակում, որովհետեւ մայրը, հայրը նրան կորցրել են բանակում եւ մենք չենք կարող որևէ տարբերակում դնել։ Իհարկե մարտական գործողությունների մասնակից ցանկացած զինծառայողի նկատմամբ կա այլ վերաբերմունք, չգիտեմ, խրախուսանքի տարբեր ձևեր կան եւ դրանով մենք կարող ենք նաեւ տարբերակել սովորական հանգամանքներում զոհվածը եւ մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհվածը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ առաջարկին, շնորհակալ եմ առաջարկի համար, կիսում եմ ձեր մտահոգությունները ու գաղափարը, կքննարկենք հանձնաժողովում սիրով ու եթե լուրջ առարկություններ փաստարկված չլինի պաշտպանության նախարարության կողմից կընդունենք առաջարկը։ Հրաչյա Հակոբյան։ Շնորհակալություն պարոն Սարգսյան նախագծի համար, պարոն Աբրահամյանը իր հարցերի մեջ նաև հնչեցրեց իմ հարցը, բայց ժամանակի սուղության պատճառով դուք չհասցրեցիք պատասխանել, կուզենայի իմանալ եւ մեր քաղաքացիների համար որպեսզի հստակ լինի, եթե լինեն արտոնությունից հրաժարվողներ, այսինքն ամեն դեպքում մարդը որոշի, որ ուզում է գնալ եւ ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այդ դեպքում ինչ է արվում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, գործող կարգավորումներով
օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված զինծառայողների այն խումբը, որոնք որ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կրթության հիմքով, այսինքն պաշտպանել են եւ այդ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, ոչ առողջական հիմքով են ազատվել, կարող են հրաժարվել այդ արտոնությունից եւ գնալ պարտադիր զինվորական ծառայության։ Ես կարծում եմ, որ այս խումբը նույնպես պետք է ներառենք այդ խմբի մեջ, որ եթե ցանկություն հայտնեն գնան պարտադիր զինվորական ծառայության, հնարավորություն ունեն հրաժարվելու, ինչպես կրթության հիմքով ազատվածները այսօր ունեն այդ հնարավորությունը, բայց ուրիշ ավելի լավ տարբերակ էլ կա իրենց դեպքում։ Կարող են նրանք այդ 2 տարին ծառայել որպես պայմանագրային զինվորական ծառայության անցնելով, այսինքն պայմանագրային զինվորական ծառայության մասին գլուխ 7-ում զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի հոդված 30-ը ասում է. պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը եւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջին կետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել 3-րդ ենթակետով նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ մինչեւ 36 տարեկան պայեստազորում հաշվառված առական սեռի քաղաքացիները եւ վիգական սեռի քաղաքացիները անկախ պայեստազորում հաշվառված լինելու հանգամանքից։ Արձագանք։ Այսինքն լրացնելով ասեմ, որ նրանք կարող են օգտվել օրենքից ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից եւ 2 տարի անցնել պայմանագրային զինվորական ծառայության, դրա համար վճարվեն եւ նաեւ լուծեն իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները։ Գերամ Նազարյան։ Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ այս փոփոխությունները արվում են առաջին հերթին ոչ թե եղբայրների համար, այլ ծնողների, նրանց հաշվի առնելով նրանց հոգեբանական, բարոյական վիճակը, բայց ես ուզում եմ մեկ անգամ եւս ամբիոնից արձանագրվի, չնայած եւ Տիգրանի եւ Հրաչի հարցերի դեպքում անդրադարձ եղավ, որ եղբայրները ցանկության դեպքում կարող են շարունակել, այսինքն կարող են ծառայել եւ մեկ էլ մի հստակ պարզաբանում արեք ամբիոնից, որ հանրության շրջանում ենթադրություններ կամ խոսակցություններ չլինեն։ Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո այն ազդելու է նաև արդեն բանակում գտնվողների վրա։ Այդ հանգամանքը խնդրում եմ մնացած արձագանքի։ Շնորհակալ եմ պարոն Ազարյան հարցի համար եւ ես մեկ անգամ ասեմ, որ այսօր էլ կա կարգավորում, որ պարտադիր զինվորական ծառայությունից ոչ առողջական հիմքով այն կրթության հիմքով ազատվածները կարողանում են հրաժարվել այդ արտոնությունից եւ գնալ պարտադիր զինվորական ծառայության, մենք այս խմբի ազատվածներին նույնպես պետք է ներառենք, այսինքն հնարավորություն տանք ազատվելու, հնարավորություն տանք հրաժարվելու պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից։ Ճիշտ եք ասում, իրականում զոհված զինծառայողների եղբայրներից շատերը ցանկանում են գնալ ծառայության, այստեղ հարցը իրենց ծնողների մեջ է կայանում, որ գործրած լինելով իրենց ավակ որդուն չեն կարողանում հաշվել այդ մտքի հետ, որ իրենց մյուս որդուն նույնպես պետք է ուղարկեն ծառայության եւ նաեւ ծանոթ լինելով նման դեպքերի հետ մայրերը հաճախ ասեն, որ իրենց որդիները պատրաստ են եւ ցանկանում են գնալ պարտադիր զինվորական ծառայության, սակայն նրանք չեն կարող այդ վիշտը տանելով հանդերձ 2 տարի սպասել, նաեւ ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, որ իրենց որդին պետք է մնա, իրենց խնամի, մի մասը առողջական խնդիրներ են ձեռք բերել այս ընթացքում իրենց որդուն կորցնելով եւ այս խնդիրը ճիշտ եք ասում հիմնականում ուղղված է նրանց ընտանիքի հոգեբանական վիճակը, ծնողների հոգեբանական վիճակը մեղմելու։ Արձագանք։ Եվ մի առաջարկ եւս ես իհարկե գրավոր կանեմ, առաջին նիստին հանձնաժողովին չկարողացա մասնակցել, գիտեք, հաշվի առնելով խնդիրը այն չէ, թե 5 հոգի ազատվում, թե 50 հոգի, թվերը մի կողմ դնենք, առաջին հերթին հենց նաեւ այդ արտոնությունից օգտվողների համար եմ ասում, կարելի է սահմանել եւ նախարարությանն եմ առաջարկում այս մասին մտածել, բոլոր նրանք, ովքեր կօգտվեն
այդ արտոնությունից եւ չեն մասնակցի զինվորական ծառայությանը, բոլորի համար, անկախ նրանից միակ եղբայրներին երկրորդ, երրորդ, կազմակերպվի պարտադիր, բայց արդեն երամսյա հավաքների տիպի ինչ-որ մի բան, որ նրանք կարողանան տիրապետել զենքին եւ ինչ-որ առաջին անհրաժեշտության, որովհետեւ Հայաստանը այն երկիրն է, որտեղ մանավանդ, երբ որ ասում ենք ինքը կարող է շարունակել զինվորական եւ այլ այդ ենթաբաների տակ, այսպիսի մի առաջարկ, չգիտեմ դուք էլ ոնց եք նայում դրան։ Շնորհակալ եմ պարոն Ազարյան առաջարկի համար, իրականում նման քննարկումներ այս պահին էլ գնում են Պաշտպանության նախարարությունում, ոչ միայն այս խմբի, այլ նաև իմ կողմից նշած օրինակ կրթության հիմքով ազատվածները նույնպես կարող են ընդգրկվել ձեր ասած միավորման մեջ եւ նաև սովորել զենքին տիրապետելու եւ զինվորական ծառայության կանոնները, որպեսզի կարիքի դեպքում նաև, քանի որ նրանք պայեստազորում են եւ հաշվառված են պայեստազորում, կարիքի դեպքում նաև իրականացնել իրենց առջև դրված խնդիրների լուծումը եւ ճիշտ եք ասում, կարող ենք տարանջատել եւ իրականում հայրենիքի պաշտպանությունը միայն առաջնագծում, հենց առաջնագծում կանգնելը չէ, իրականում առաջին հերթին առաջնագծում կանգնելն է եւ կյանքը վտանգելը, բայց նաեւ կան այլ ծառայության ձևեր, որոնք կարող են օգնել եւ միտված լինեն հայրենիքի պաշտպանությանը եւ ուղիղ առաջնագծում չլինելով, տեղակայված չլինելով օգնեն թիկունքային աշխատանքներին կամ այլ պաշտպանության աշխատանքներին։ Շնորհակալ եմ։